Բարի օր բոլորին, չնախատեսված եթերա, ասել որ շատ ջղայնացած եմ, երևի դա ոչինչ չասել է, ինչումն է խնդիրը, մի բառով ուղղակի ներկայացնեմ, բոլորը գիտեն, որ մենք վաղուց ստորագրահավաք ենք հայտարարել Զորականում տեղի ունեցած դեպքերի վերաբերյալ, որը ինձ համար ոչ միայն անընդունելի է ու ոչ մենակ իմ համար, առնվազն մեր հանրության գիտակից հատվածի համար, եւ այդ դեպքերի համար եղավ ստորագրահավաք, մոտ 10,000 մարդիկ ստորագրեցին, մի մասն էլ որ չէր կարողանում օգտվել լինքից իրենց անուն, ազգանուններ եւ կոորդինատները ուղարկեցին, եւ ելնելով նրանից, որ սա հասարակության համար շատ կարեւոր է, մենք բնականաբար որոշել ենք մեր պահանջները ներկայացնել վաղը չէ մյուս օրը կառավարության շենքի մոտ։ Ուզում եմ նաեւ մի բան էլ ասեմ, որ երբևէ ոչ այդ տղայի հետ շփվել եմ ծեծված, ոչ ընտանիքի հետ, եւ սա մի ծեծի պատմություն չի, սա հանրությանը ապտակի պատմություն է, պաշտոնատար անձանց լակոտների կողմից, սրա մասին է խոսքը, բացարձակապես այստեղ կարևոր չի, եւ սա իրականում ժողովուրդը արձագանքել է սրան, եւ այսօր ինչա այսօր տեղի ունեցել, ինչից եմ ես սենց մի կերպ հասել գրասենյակ, որ ուղղակի տեղեկացնեմ, մենք անընդմեջ բոլորս խոսում ենք, չէ, այս խնդիրների մեջ Նիկոլն է մեղավոր, այս խնդիրների մեջ Սերժն է մեղավոր, այս խնդիրների մեջ Քոչարյանն է մեղավոր, Լևոնն է մեղավոր, գեոպոլիտիկան է մեղավոր, չգիտեմ, այլ մոլորակայիններն են մեղավոր, բայց որևէ մեկը մեր խնդիրների մեջ բացի մեզնից, մեր ստրկամտությունից մեղավոր չի։ Հիմա մի հատ հստակ օրինակ եմ բերում։ Քանի որ վաղը չէ մյուս օրը պետքա լիներ հավաքը եւ լինելու է բնականաբար հավաքը, այս նկարը որը որ դրվել է հանրային, դրվել է Facebook-ում, եւ բնականաբար պետքա լինեն որոշակի պահանջներ, ասենք պահանջներից մեկը, որ հասարակությունը պահանջում է հաշվետվություն, ոչ բռնությանը, ոչ քրեական ենթամշակույթին, արժանապատվություն յուրաքանչյուր երեխայի համար։ Ես սա ներկայացնում եմ, որ դուք հասկանաք մեր պահանջներից մի քանիսն են։ Այս ամեն ինչը պետքա տպագրվեր, որպեսզի մեր ձեռքերում լինեն համապատասխան այդ պլակատները։ Եվ այսօր մեր գրասենյակի աշխատակիցը գնացել է DigiPrint կոչվող, DigiPrint, Հարություն Մուրադյան, տնօրեն, քեզ եմ դիմում, դուք նաև դուք է արժանի չեք, հիմա լսեք ինչա կատարվում, գրասենյակի աշխատակիցը գնում այնտեղ, որպեսզի տպագրվի այս ամեն ինչը, սա տպագրելուց հետո, ուր ընդամենը գրածա, որ հանրությունը պահանջում է այս մարդկանց, չգիտեմ, պաշտոնանկություն եւ այլն եւ այլն եւ այլն, որտեղ սա մեր համար համակարգային խնդիր է։ Այսօր ծեծում են սրան, վաղը ծեծելու են մյուսին եւ անպատժելիությունը ծնում է ամենաթողություն։ Մենք էլ չենք կարող ասենք, այ Պողոսն էր մեղավոր, Պետրոսն էր մեղավոր, Ամերիկան է մեղավոր, Պուտինն է մեղավոր, չգիտեմ, Ավստրալիայի կենգուրուներն են մեղավոր, եւ այդ կազմակերպությունը, որը կոչվում է DigiPrint եւ գտնվում է Իսահակյան փողոց 22 շենքում, նորից եմ կրկնում, ղեկավար Ոմն Հարություն Մուրադյան, աղջնակները առաջի իսկ պլակատը տպելուց հետո, երբ որ տեսնում են սլոգանները, նորից եմ կրկնում, պաշտոնը վստահություն է եւ ոչ արտոնություն, արժանապատվություն յուրաքանչյուր երեխայի համար, ասում են, մենք իրավունք չունենք սա տպենք, որտեվ սրանք քաղաքական կոչեր են, դուք հասկանում եք, մենք ուր ենք հասել, հիմա Լևոն Տեր-Պետրոսյանն եկավ այդ աղջնակներին ասեց, Նիկոլն իջավ ասեց, չգիտեմ ՔՊ պատգամավորները, հայրենիք դաշինք, ով եկավ, Սերժն եկավ, Ռոբերտն եկավ, այսինքն ոնց կարող են մարդիկ այս կարգի ստրկամիտ, անգիտակից լինեն, որ հասկանում են, որ խոսքը գնում է ծեծի մասին, ստեղ քաղաքական որն է, վաղը նախաճաշաներն էլ է դառնալու քաղաքական, այսինքն որ մտնեն ձեր մերերին բռնաբարեն, ձեր երեխեքին ծեծեն, ձեր շանսատակ անեն, ու դուք գաք մեզ դիմեք, մենք պետք է ասենք, no, դա քաղաքական է, մենք չենք զբաղվում, հիմա ժողովուրդ, եկեք պարզ նստենք իրար հետ խոսանք, ով է մեղավոր այս սիտուացիայի մեջ, ոչ թե եսի մեզ DigiPrint-ա, PB-Print-ա, GG-Print-ա, ինչ որ այա եւ իր աշխատակիցների
Գաղափարի, այսինքն բանական մարդը նման գաղափար եթե ունի, ինքը արդեն բանական մարդ չի, սա է մեր ընտրազանգվածը, սա են քաղաքացիները, որ բացառիկ անտարբեր, այսինքն երեխա է ծեծվել եւ որևէ մեկը չի ասում տարել, որ իշխանափոխություն անենք, ոչ ՔՊ-ին, ոչ Քոչարյանին, ոչ Սերժին, ոչ Լևոնին, ոչ Պուտինին, ոչ Բայդենին, ոչ, չգիտեմ, Սևանա լճում լողացող ձկներին, իրականում էլի, այս արդեն սա նշանակում է, որ մեր հանրության ինչ որ մի մասնիկը լրիվ կործանված են, կործանված։ Ես իրականում չեմ կարողանում, այդ նույնն է, ոնց որ վաղը տաքսի կանչեմ, վաղը չեմ իսօրը, որ իջնեմ կառավարության շենք, ասի եթե կառավարության շենք ես գնում, ես պատվերը չեմ կատարում, որտեղ դա քաղաքական է։ Լավ, այս կարգի տգիտություն, Մուրադյան հարություն, դու ոնց ես սերմանում, ավելին, արդեն մի պլակատը տպած են լինում, աշխատակիցն ասում է, լավ, այդ պլակատի գումարը տանք տանենք, ասում է, չէ, մեզ թույլ չեն տալիս, սա քաղաքական պլակատներ է, երեխա ծեծելը քաղաքական է, աղջիկներ, հետո որ ասում են, որ մի մասը այնքան տհաս են, որ մենակ իրանց շիլակից են հասկանում ու սևեռված են այլ այդ բաների վրա, ասում են Տիկին Պողոսյանը կոպիտ խոսած, ուր ենք հասել, ժողովուրդ, այսինքն երեխա են ծեծել, փոխանակ այդ աղջնակներ, որ պիտի մի օր մայրանան եւ երեխա բերեն Եվ պետությունից պահանջեն, որ իրանց երեխեքը չծեծվեն, իրանք ասում են սրանք քաղաքական կոչ է, իրականում ջղայնությանից չափ ու սահման չկա, շատ ուրախ եմ եւ Աստծուն շնորհակալ եմ, որ ես չեմ եղել այնտեղ, որտեվ երևի թե ես իրանց վրա արդեն բռնություն գործադրեի, ու երբ որ իրանք բողոքեին, ասեի դա քաղաքական է, դուք ինչ իրավունք ունեք բռնության դեմ բողոքեք, որ քաղաքակիրթ երկրում կա, որ մարդը ասի բռնությունը անթույլատրելի է, իրանք ասեն մենք սա չենք կարա տպենք, բռնությունն անթույլատրելի, որտեվ սա քաղաքական կոչ է։ Շատ վրդոված եմ, ասածը սա է, որովհետև նման տգիտություն ու անգրագիտություն մենք տեսնում ենք ամենտեղ, որևէ մեկը մեղավոր չի, ոչ մեկը մեր խնդիրների մեջ մեղավոր չի, հասկանում եք, մենք ենք մեղավոր, եթե մենք ունենք նման սերունդ, չգիտեմ այդ աղջիկները, ոչ տեսել եմ երեսները, ոչ էլ հետաքրքիր, ասենք թողել ենք 20-25 տարեկան, ունենք նման սերունդ, մենք ապագա չունենք, դուք իրականում ես կարող եմ շատ վրդով, ես էլ արդեն բառեր չեմ գտնում ասելու, այսինքն այս աղջիկները արդարացնում են այն մարդկանց, որոնք խմբակային շակալի պես հարձակվում մարդ են ծեծում, կլինի զորականում, կլինի ջրականում, կլինի իջևանում, կլինի չարես 4 հասցեում ցանկացած տեղ, բռնությունը իրանք արդարացնում են, հա? Անհասկանալի իմ համար դեպքա տեղի ունեցել, ես ընդամենը ուզում էի այսենց իրազեկեի, որ խնդրում եմ, որևէ տեղ մենք մեղավորներ ման չգանք, մենք ենք ծնում այն իշխանությունը, որը մեզ կարող է բռնանա, ու հետո մենք սկսենք ընդվզել ու սկսենք նստել նարդի խաղալուց, բլոտ խաղալուց, չգիտեմ, սուրճ սարքելուց բոլորին մեղադրեն, եթե ես ունեմ վատ երկիր, ես ինձ եմ մեղադրում, որովհետև այս դեպքը կարա լինի 1000 հոգու, այդ 1000-ից մեկն ու մեկը չի անդրադառնա, հա դե լավ, կողքի տպարան, իհարկե սա տպվելու է, բայց սա անթույլատրելի է, ես նորից եմ կրկնում իլուր ամբողջ աշխարհի, որ DigiPrint կազմակերպությունը փաստացի օրինականացնում է ծեծն ու բռնությունը եւ բռնության դեմ պայքարը դիտարկում է որպես քաղաքական կոչ եւ չի տպագրում։ Էլի եմ ասում, ՍՊ-ի է, այդ իր խնդիրն է, ինքը կուզի կտպագրի, կուզի չի տպագրի, բայց կարելի է այլ բացատրություն։ Ժորժ ջան, մի հատ նայեք, թե ինչ ծայրահեղ տգիտության մեջ ենք մենք ապրում, ծայրահեղ, հասկանում եք, թե այս վախի մթնոլորտ է, ես չեմ կարող սրա անունը ասել, թե սա ինչ է, ես այսքան բանն էի երևի թե ուզում ասել, ուղղակի ես այնքան շնորհակալ եմ, որ թե իմ էջին, թե մեր կազմակերպության էջերին կան առողջ, առնվազն 100,000-ից ավել առողջ հանրություն, որը
պատրաստ է կանգնի բոլոր տուժվածների եւ խեղճերի կողքին եւ մեծ ցավ եմ ապրում, որ փաստորեն մեծ հասարակությունը ունի մի սեգմենտ, որը ապրում է կենթանական բնազդներով ուտել եւ զուգարան գնալու համար։ Այս ամեն ինչից հետո մենք որևէ մեկին չենք կարող մեղադրել, բայց դուք պատկերացնում եք, եթե հանգարց պլակատ ելներ, որ Արցախի վերաբերյալ բան կարող է ոչ թե ասեն քաղաքական կոչա, կարող է միանգամից որպես իրանք ԱԱԾ աշխատակիցներ այդ աղջիկները կամ ինչ որ մի երկրի ագենտներ մարդուն մտցնեին նկուղ, ասեին սա քաղաքական կոչա, ամոթ ձեզ DigiPrint, ամոթ ձեր ղեկավարությանը եւ ձեր վարած քաղաքականությանը, բոլորին նորից իրազեկում ենք, որ վաղը չեմ իսօր կառավարության շենքի մոտ մենք հավաքվելու ենք եւ մեր համար քանակը չի որակն է կարեւոր, հավաքվելու են բոլոր այն մարդիկ, որոնք մտածում են պետության մասին, որոնք պայքարում են թե անտունշների համար, թե ծեծված, թե տարեցների համար, թե թոշակառուի համար, թե երեխայի համար ծեծված։ Այսինքն մենք այո դեմ ենք բռնությանը, մենք բոլորս դեմ ենք բռնությանը եւ պահանջում ենք բոլորի հավասարություն օրենքի առաջ։ Մինչ վաղը չեմ մյուս օրը, լավ մնացեք, շնորհակալ եմ։